Սիրելի ժողովուրդ, այստեղ հենց մեքենայում նոր լսեցի Նիկոլ Փաշինյանի ելույթը նրա մասին, որ ինքը հիմա էլ հայտարարեց Արարատում, որ ըստ էության արդեն լիազոր ներկայացուցիչ մտցնելու Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատ ցեմենտ գործարանին եւ այսուհետեւ ինչպես ինքը արտահայտվեց, սա այլևս Գագիկ Ծառուկյանի սեփականություն չի, այլ Հայաստանի ժողովրդի սեփականություն։ Հիմա կասեք դե ինչ վատ բան կա, եթե իսկապես տենց ապօրինի ինչ որ բանա գույքա պետքա բռնագրավել, ի վերջո թող ժողովրդին գնա եւ այլն։ Խնդիրը այստեղ հետեւյալն է. Նիկոլ Փաշինյանը այս ամեն ինչը անում է միայն ընտրական նպատակներով։ Ինքը մեկ էլ հիշում է, չգիտեմ, իր արդարության մասին, ժողովրդին ինչ որ բան վերադարձնելու մասին ընտրությունների ժամանակ։ Իսկ քանի դեռ որևէ մարդ իրան չի սպառնացել, ասենք հիմա ես մի քանի օրինակ էլ կբերեմ, էլի, ասենք հիշում եք Վանաձորի քաղաքապետին ձերբակալեցին ընտրություններում հաղթելուց հետո, Գյումրիի քաղաքապետին ձերբակալեցին ընտրություններում հաղթելուց հետո։ Ինչու՞։ Որովհետև 8 տարի իրանց ձերտվող չկար, իրանց մասին ոչ ոք չէր խոսում, ոչ բան չէր անում։ Հենց այն պահից, երբ որ իրանք սկսեցին քաղաքական վտանգ ներկայացնել Նիկոլ Փաշինյանին, ինքը գնում է եւ այդ մարդկանց ձերբակալում է, քրեական հետապնդում է իրականացնում։ Հիմա նույն բանն էլ Գագիկ Ծառուկյանի պարագան է։ Այսինքն միջև այս մարդը Նիկոլի հաշվարկով իր համար ոչ մի վտանգ չէր ներկայացնում, ամեն ինչ հանգիստ էր։ Հենց սկսեց ներկայացնել իրան վտանգ, ինքը անցնում է հաշվեհարդարի, էքսպրոպրիացիայի եւ այլն։ Ինչ է, սա ինչ պրակտիկա է։ Սա այս պրակտիկան նշանակում է մի բան. Նիկոլ Փաշինյանը ոչ սահմանադրություն է ճանաչում, ոչ օրենք է ճանաչում։ Ես ձեզ ասեմ, սրա հետևանքներն են շատ ծանր լինելու ներդրումային առումով, որովհետև եթե պետությունը կարող է այսենց զուտ քաղաքական մոտիվացիայով հարձակում գործի մասնավոր սեփականության ինստիտուտի դեմ, դա շատ վատ հետևանքների է բերելու եւ ամենակարևորը հետեւյալն է. Նիկոլ Փաշինյանը իրականում բացարձակապես ոչ մի սկզբունք չունի, իր միակ սկզբունքը ինքը հիշում է սկզբունքների մասին միայն այն ժամանակ, երբ որ պետք է ընտրվի։ Կարճ ասած, այսինքն մենք նորից տեսնում ենք, որ Փաշինյանի Հայաստանում օրենքը, սահմանադրությունը չեն հարգվում։ Դրա համար շատ կարևոր է հունիսի 7-ին, երբ որ գնաք ընտրությունների, քվեարկեք հենց մեր օգտին, համար 10 Հայ ազգային կոնգրեսի օգտին, որովհետև ամենակարևոր ծրագրերից մեկը, որ մենք իրականացնելու ենք, դա Հայաստանում իրավական համակարգի օրենքի գերակայության վերականգնման գործընթացն է լինելու, որի արդյունքում ոչ ոք չի կարողանա ապօրինի քաղաքական մոտիվացիաներով հարձակումներ գործի մասնավոր սեփականության դեմ մի կողմից, միևնույն ժամանակ բնականաբար ապօրինի ձեռքբերված գույքի նկատմամբ կիրականացվեն օրինական գործընթացներ, որոնք որևէ կերպ չեն կապվելու քաղաքական կամ ընտրական գործընթացների հետ։ Շնորհակալություն, լավ տրամադրություն ձեզ։